Առաջինի ուղիղ եթերում շարունակվում է Առավոտ լուսոն եւ ինչպես նշեցինք հաղորդման սկզբում, իհարկե յուրաքանչյուր անգամ մենք սիրելի հեռուստադիտողներ փորձում ենք խոսել կարևոր եւ ձեզ ուզող հարցերի մասին եւ հաճախ նաեւ մեր հաղորդման շրջանակներում անդրադառնում ենք առողջապահական եւ առողջական տարատեսակ թեմաներին եւ այսօրվա մեր եթերը եւս բացառություն չէ։ Այս անգամ խոսելու ենք քնի մասին, որը կարևորագույն թերևս բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու առօրյայի, բայց հաճախ ելնելով սթրեսից, աշխատանքային պայմաններից եւ այլ խնդիրներից ոչ միշտ ենք կարողանում մենք ապահովել քնի բավարար չափաբաժին եւ երբեմն էլ չափից շատ ենք քնում, որպեսզի հասկանանք թե որքանն է չափից շատ, որքանն է նորմալ եւ այս թեմայի շուրջ այլ բոլոր մեզ հետաքրքրող հարցերը մենք ուղենք մեր հյուրին, որը արդեն մեր տաղավարում է Լիլիթ Աթաբեկյան, նյարդաբան, բարի լույս։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով, իհարկե հետաքրքիր թեմա ենք քննարկելու, ժամանակը այդքան շատ չէ, թեման կարծես թե բավականին ծավալուն է եւ հարցերը շատ են, ես թեմային պատրաստվելիս փորձում էի տեսնել թե առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առհասարակ ինչ տվյալներ է ներկայացնում ամբողջ աշխարհում եւ պարզվեց, որ մեծամհասակ մարդուն ըստ իրենց անհրաժեշտ է 7-ից 9 ժամ քուն առնվազն, սակայն քնի պակասից տառապում է գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդը ամբողջ աշխարհում։ Սա հետաքրքիր վիճակագրություն է, բայց մինչև եթերը սկսել է հենց սրա մասին ենք խոսում, երևի թե այդտեղից էլ սկսենք։ Արդյոք միֆ է, որ անհրաժեշտ է առնվազն 7-ից 9 ժամ քունը, թե սա միֆ չէ։ Իրականում միֆ չէ, 7-ից 9 ժամ քունը չափահաս մարդու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում։ Իհարկե տարբեր տարիքային խմբերում ժամերը մի քիչ տարբերվող են, օրինակ ավելի փոքր տարիքում մի քիչ ավելի շատ են, դա կարող է լինել 7-ից 10 ժամ, դե բնականաբար նորածինների մոտ ավելի շատ է քնի տևողությունը, բայց չափահաս հասուն մարդու մոտ 7-ից 9 ժամը դա պարտադիր ինտերվալ է համարվում։ Եվ չքնել ու փորձել լրացնել օրինակ ցերեկային քնով գիշերային քնի բացը, դա այդքան էլ ոնց որ որակյալ չէ, արդյունավետ չէ ու ունի բացասական իր ազդեցությունները առողջությանը։ Մենք իհարկե հաճախ խոսում ենք, ասում ենք, այո, քունը շատ կարևոր է, այո, շատ կարևոր է, այդ չափաբաժինը պիտի բոլորը ստանան, բայց ինչ է կատարվում մեր մարմնում առհասարակ եւ մեր օրգանիզմում, երբ մենք քնում ենք։ Երբ մենք քնում ենք, նախ քունը կարևոր է հիշողության ձևավորման համար, երկարատև հիշողության ձևավորման համար եւ ընդհանրապես օրգանիզմի հանգստի համար, առաջին հերթին դրա բացակայությունը երևի դուք կնկատեք, որ օրինակ չքնեք որոշ ժամանակ, հաջորդ օրերին ավելի վատ հիշողություն կունենաք, բնականաբար դա նաև առաջանում է քնկոտության հետևանքով ցերեկային ժամերին, ավելի վատ տրամադրություն, ավելի դյուրագրգիռ, ագրեսիվ կլինեք։ Երբ քաղցած ես լինում եւ բավարար չես քնում, կարծես թե այդպես ախտանշանները բավականին նման են։ Այո։ Նմանություն կա։ Հաճախ հատկապես մեր օրերում իհարկե համացանցում շատ ենք տեսնում տարատեսակ հաջողակ մարդկանց բաղադրատոմսերը հաջողության, որոնք տարատեսակ հարցազրույցների ընթացքում միշտ նշում են, որ իրենք քնում են ընդամենը 3-ից 4 ժամ, շատ զբաղված են, ծանրաբեռնված են, բայց այս 3-ից 4 ժամ քունը լիովին բավարար է, այսինքն քնում են կեսգիշերին, արթնանում են առավոտյան 4-ին եւ իրենց օրը սկսվում է առավոտյան ժամը 4-ին։ Սա մի կողմից ինձ թվում է շատ մարդկանց մոտ իրականում առաջացնում է այսպես անհանգստության զգացողություն, որովհետեւ ակամայից թվում է թե ինչ որ բան մենք ենք գուցե սխալանում եւ գուցե սա է հենց հաջողության այո գաղտնիքը, որ պետք է մեր օրը ավելի շուտ սկսի։ Դուք ինչ կասեք որպես մասնագետ։ Դե ճիշտն ասած մենք բժիշկներս եւս ոչ լիովին ենք հետևում այդ ժամային գրաֆիկին բնականաբար աշխատանքի բերումով, բայց հաջողության գրավական գուցեև կարող է լինել ինչ որ չափով, բայց առողջության հաշվին։ Միանշանակ առողջության հաշվին։ Ահա։ Մեր օրերում եւս մի տարածված միֆ կամ գուցե իրականություն հաճախ ասում են, որ սմարթֆոնները, գadgetները եւ էկրանները, որոնցից մենք անընդհատ կախված ենք անդադար ամբողջ օրվա ընթացքում, ուղիղ անմիջական կապ ունեն մեր քնի որակի հետ, այսինքն այդ կապույտ լույսը, որը արձակվում է էկրաններից, երբ մենք հաճախ ենք դրան նայում քնելուց առաջ, դա խանգարում է մեզ ստանալ առողջ քուն։ Արդյոք սա իրականություն է թե միֆ։ Այո, մեր օրերում դա բավականին ոնց որ տարածված խնդիր է հանդիսանում, կապույտ լույսը, գadgetները, համակարգիչը, այդ ամեն ինչը բավականին շատ են օգտագործվում մարդկության կողմից եւ այդ կապույտ լույսը ինքը ընկճում է մելատոնինի արտադրությունը եւ դրա հետևանքով նաեւ ոնց որ դժվարանում է քնի անցնելը ու ընդհանրապես քնի ֆազաների պահպանումը ամբողջ գիշերվա ընթացքում։ Իսկ երբ հաճախ այ ստրեսի կամ ծառաբեռնված աշխատանքի պատճառով էլի չենք հասնում քնել, ապահովել այդ առնվազն 7-ից 9 ժամը եւ հաճախ ինքներս մտածում ենք դե լավ, առջևում հանգստյան օրերն են, այս հանգստյան օրերի ընթացքում
ժողովրդի լեզվով ասած տեղը կհանենք, այնքան կքնենք, որ այդ շաբաթվա ամբողջ pašարը կհավաքենք էներգիա։ Արդյոք սա հնարավոր է թե ոչ։ Երևի թե կասեմ, որ ոչ, որովհետև ամեն գիշերվա քունը կարևոր է եւ լրացնել ցերեկային ժամերին գիշերվա քունը դա այդքան էլ արդյունավետ չէ եւ նույն քնի որակը չէ, ինչ որ մենք ունենում ենք գիշերային քնի ժամանակ, որովհետև պարզ է, որ գիշերային քնի ժամանակ ֆազաները քնի ավելի երկարատև են լինում, ցիկլայնությունը պահպանված է լինում, իսկ ցերեկային քնի ժամանակ դա այդպես չէ։ Բայց հաճախ ասում են, չէ, որ այդ ցերեկվա 10 րոպեն, որ ընդամենը մի փոքր այսպես քնենք բավական է եւ շատ ավելի լավ է, քան գիշերային քունը։ Փաստորեն դա էլ է միֆ։ Այո, դա միֆ է։ Հիմա որ խոսենք գերքնություններից երևի, այդ ընթացքում կասենք, որ ցերեկային այդ քնելու հատվածները, դրանք ոնց որ բուժման մեթոդ են համարվում գերքնությունների ժամանակ, իրենք թույլ են տալիս ինչ որ ժամանակ այդ քնից հետո պահպանել առույգություն։ Դե հիմա գանք արդեն այդ բուն հենց թեմային, որովհետև հակառակ կողմից սկսենք, հիմա խոսենք արդեն գերքնությունից, ինչ է սա։ Գերքնությունը, տեսեք, կան գերքնություններ, այսպես ասած հիպերսոմնիաները, դրանք իրենցից ներկայացնում են որպես առաջնային կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ եւ ունենք ցերեկային արտահայտված քնկոտություն, որը որ կարող է առաջանալ քնի խանգարումների հետևանքով, որպես երկրորդային պատճառ։ Այսինքն մենք քնկոտություն կարող ենք ունենալ եւ հենց առաջնային հիվանդություններից, հենց այդ խմբի հիվանդություններից եւ կարող ենք ունենալ քնի այլ խանգարումների հետևանքով արդեն ցերեկային քնկոտությամբ արտահայտվող։ Կան որոշակի հիվանդություններ, որոնց հետևանք կամ գուցե ախտանիշ կարող է հանդիսանալ գերքնությունը։ Տեսեք, գերքնությունները դրանք առաջնային հիվանդություններ են, ինչպես ասեցի, մի քանի տեսակ են լինում, դրանք են հիմնական տեսակները նարկոլեպսիա, Կլայն-Լևինի համախտանիշ եւ իդիոպաթիկ հիպերսոմնիա գերքնություն, որի պատճառը պարզաբանված չէ, տարբերություն են նախորդ երկուսի, քիչ թե շատ իհարկե։ Եվ այդ ցերեկային քնկոտությունը ինքը կարող է առաջանալ օրինակ քնի ապնոյի հետևանքով, երբ որ մենք ունենում ենք շնչադադարներ գիշերվա ընթացքում, որը որ բերում է քնի ֆրագմենտացիայի, միկրոարթնացումների, քնի որակի իջեցման, թթվասնի քանակի իջեցման քնի մեջ եւ սրա հետևանքով արտահայտված ցերեկային քնկոտություն։ Դրանք մի քիչ տարբեր են երկրորդային ու առաջնային պատճառները։ Իսկ ինչպես հասկանալ, որ արդեն խնդիրը այնքան լուրջ է, որ պետք է դիմել մասնագետի օգնությանը, որովհետև վստահաբար շատերը կարող են մտածել, այ գուցե նախորդ գիշերը լավ չեմ քնել կամ այս փուլում ծանրաբեռնված եմ աշխատանքով եւ դրա համար եմ ամբողջ օրվա ընթացքում քնկոտ։ Այ որոնք են այն նշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել եւ հասկանալ, որ չէ, խնդիրն արդեն ավելի լուրջ է։ Տեսեք, առաջնային գերքնությունների հիվանդությունների դեպքում մենք ունենում ենք այսպես սպეციფიկ երևի թե նշաններ, դրանք կարող են լինել քնի գրոհները, ցերեկային ժամերին քնի գրոհները, այսինքն երբ որ մարդը հիմա առույգ խոսում է ու միանգամից անցնում է դեպի քնի փուլ։ Ոնց որ ուշաթափության պես բան է դա։ Բացի հենց քնկոտությունը կարող են լինել նաև դրանք կոչվում են քնի գրոհներ, կարող են լինել հալյուցինացիաներ, տեսիլքներ, տարբեր տեսակի։ Ես այս վերջերս մի պացիենտ ունեի, ով որ այդ տեսիլքների պատճառով բուժվում էր հոգեբուժի մոտ, բայց երբ որ եկավ մեր կենտրոն, անամնեզ հավաքեցինք, մանրակրկիտ եւ այլն, հասկացանք, որ ինքը ունի արտահայտված քնկոտություն, ունի քնի պարալիզներ եւ պոլիսոմնոգրաֆիկ այդ քնի գործիքային հետազոտությամբ իր մոտ ախտորոշվեց նարկոլեպսիա։ Այսինքն ինքը մինչև դա բուժվում էր հոգեբուժի մոտ, ինչ որ հակապսիխոտիկներով եւ այլնով, հա։ Երևի թե հիմնական կլինիկական տենց նշանները, որոնք որ մեր մարդկության կողմից կարող են, այսպես ասած, ինդիկատոր հանդիսանալ, դրանք են քնի պարալիզները, քնի գրոհները։ Դուք որպես մասնագետ ինչ խորհուրդ կտաք քնի որակը բարձրացնելու համար, այ խոսում ենք քնի պակասից, նաև գերքնությունից, որոնք երկուսներ կարծես թե ծայրահեղ իրավիճակներ են մարդու եւ մեր բնականոն կյանքի համար, ինչ է պետք անել, որպեսզի քունը ավելի առողջ լինի առհասարակ։
Նախ առաջին հերթին կան քնի հիգիենայի, այսպես ասած, կանոններ, դրանք կոմպլեքս սովորույթներ են, այսպես ասած, որոնք որ անհրաժեշտ է պահպանել լավ որակի քուն ունենալու համար։ Դրանցից է օրինակ երեկոյան ժամերին 5-ից 6-ից հետո կոֆեինացված ըմպելիքների բացառումը, շոկոլադը օրինակ, որ չպետք է օգտագործել, թեյը շոկոլադը պետք չէ օգտագործել։ Այո, Այսա հետաքրքիր է, ինչու՞ դրա մեջ եւս կոֆեին կա, դե շոկոլադի մեջ կոֆեին կա, որը էլի իր հերթին կարող է ազդեցություն ունենալ քնի որակի մեջ։ Նույն այդ կապույտ լույսի բացառումը քնելուց, պառկելուց գոնե 1 ժամ առաջ, երեկոյան մարզվելը ուշ ժամերին, դա էլ իր հերթին կարող է բերել քնի որակի վատացման, երեկոյան ուտելը, ես խոսում եմ 8-ից 9-ից հետո, հա, այդ ժամերի մասին։ Եվ ընդհանրապես ունենալ քնելու եւ արթնանալու, այսպես ասած, ձևավորված ռեժիմ, որը որ էլի օգնում է լավ քնի որակին։ Սա թերևս այդքան էլ միֆ չէ, բայց ասում են, որ կա հատուկ այսպես ժամանակահատված գիշերային, երբ մինչ այդ ժամանակահատվածը արդեն պետք է օրգանիզմը քնած լինի, մենք պիտի քնած լինենք, որպեսզի ճիշտ քանակությամբ համապատասխան հորմոններ արտադրվեն եւ քունը ավելի առողջ լինի։ Սա ճիշտ է թե այստեղ երևի թե ավելի շատ խոսքը մելատոնինի մասին է, մելատոնինի արտադրությունը ինքը քնի հորմոն է, երևի, գիտեք, արտադրվում է սովորաբար 11-ից մինչև 1-ի հատվածում, եւ երևի թե այս ժամերը ամենահարմարն են, այսպես ասած, հեշտ քնի անցնելու համար։ Որովհետեւ հաճախ երբ փորձում ես անգամ պահպանել այդ 8 ժամը, կարծես թե տպավորությունն է այդպեսին, որ կապ ունի թե որ 8 ժամի մասին է գնում խոսքը, որովհետեւ եթե ժամը 10-11-ին օրինակ դու արդեն պատրաստում ես քնել եւ քնում ես, առավոտյան ավելի առույգ ես լինում։ Եթե քնում ես, ենթադրենք, գիշերը ժամը 1-ին կամ 2-ին պահպանելով այդ 8-ից 9 ժամը, միևնույն է առավոտյան շատ հոգնած ես լինում։ Դե գուցե դա նշանակություն ունի պառկելու ժամերից, կամ էլ գուցե կախված է օրինակ, որ կարող եք ուրիշ քնի խանգարումներ ունենալ, որոնց մասին չգիտենք։ Որոնց մասին դեռ չգիտենք, ահա։ Իսկ արդյոք պետք է այս ճիշտ գրաֆիկը պահպանելու համար եւ առողջ քունը պահպանելու համար յուրաքանչյուր օր քնել նույն ժամին, սա եւս կարեւոր է։ Թիրախային, այսպես ասած, երևի մեծ կարևորություն, նշանակություն չունի, բայց երևի թե ցանկալի է։ Այսպես կասեմ։ Ձեր արդեն մասնագիտական փորձից ելնելով, քանի որ շատ պացիենտների հետ եք աշխատում եւ բուժառուների, երբ կան քնի հետ կապված խնդիրներ, շատերը հաճախ անգամ առանց բժիշկի հետ խոսելու, խորհրդակցելու օգտագործում են քնաբերներ, օրինակ, քնելու համար։ Արդյոք սա ճիշտ ճանապարհ է, թե կան գուցե բնական միջոցներ, որոնց կարելի է դիմել։ Իհարկե ոչ, դա ճիշտ ճանապարհ չէ, միանգամից երևի թե շեշտը դնենք դրա վրա, ասելով, որ կան քնի խանգարումներ, որոնց մասին ես նշեցի, որ մենք կարող ենք չունենալ ու որոշակի դեղորայք, քնաբերներ, դրանք կենտրոնական ազդեցության պրեպարատներ են, այսինքն եթե մենք չենք խոսում բուսական ինչ-որ դեղերի մասին, հա, բույսերի մասին, հենց դեղորայքը դրանք մինչ օգտագործելը անպայման պետք է խորհրդակցել, որովհետև դրանք կարող են վատ ազդեցություն թողնել հիվանդի կյանքի վրա, չարժե առանց խորհրդակցելու ոչինչ ամեն դեպքում պետք չէ անել։ Շատ լավ, եւ վերջում տրիվիալ մի այսպիսի հարց, քնի ժամանակ խոսելը դա նորմալ է։ Քնի ժամանակ խոսելը։ Քնած ես եւ խոսում ես եւ առավոտյան քեզ ասում են անդադար ինչ-որ բաներ ես խոսում եւ քնած ես։ Այո, քնախոսությունը, քնի ժամանակ խոսելը ինքը ֆիզիոլոգիական ոնց որ նորմալ process կարող է համարվել, եթե նա օրինակ զուգակցված չի ուրիշ քնի վարքային խանգարումների հետ։ Շատ դեպքերում այո, բոլոր շատ մարդիկ ունեն քնախոսություն եւ դա նորմալ է համարվում, չնայած նայած ինչ աստիճանի ինչ կողքից ֆակտորներով, օրինակ, խոսում եք խփելով, խոսում եք դրանք տարբեր են։ Եթե պարզապես ուղղակի հանգիստ խոսում եք, ինչ որ տենց քիչ արտահայտվածության, դա նորմալ է։ Շատ լավ, շնորհակալ եմ Լիլիթ հետաքրքիր զրույցի համար, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Նյարդաբան Լիլիթ Աթաբեկյանն էր, հետևեք ձեր առողջությանը, հետևեք բոլոր այն ախտանշաններին, որոնք ունեն եւ ճիշտ ժամանակին դիմեք համապատասխան մասնագետների օգնությանը։ Մենք շարժվենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք։